Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 19-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությանը։ Ընդգծելով երկու երկրների միջև խորացող համագործակցությունը, Ալեն Սիմոնյանը գործընկերոջը հայտնել է երկկողմ բարեկամական հարաբերությունները նոր ֆունկցիոնալ մակարդակի բարձրացնելու ցանկության մասին, առաջարկելով դիտարկել Հայաստանի ու Կիպրոսի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի կնքումը, ինչն իր հերթին ողջունել է Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահը։ Կողմերը հանգամանալի անդրադարձել են նաև միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերին և երկկողմ հետաքրքրության այլ թեմաների։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև Կիպրոսի հայ համայնքի գործունեությանը և երկու երկրների միջև եղբայրական հարաբերություններում դրա ունեցած առանցքային դերին։ Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրները, այդ համատեքստում ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։ Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների և ապօրինի պահվող անձանց խնդրին, կարևորելով նաև անհետ կորած զինծառայողների հարցը։ Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Ալեն Սիմոնյանը և Անիտա Դիմիտրիուն հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանն ու Անիտա Դիմիտրիուն շրջել են խորհրդարանի շենքում, այնուհետ Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրանցամատյանում։ Խորհրդարանների ղեկավարները ի նշան երկու երկրների բարեկամության ազգային ժողովի այգում տնկել են մշտադալար Եղևնի։